ի վերջո բոլորս տեսնում ենք, չէ, այսօր նույն այդ շոուի մասին, որ խոսում ենք Արտաշատի, եկե բանի Արարատյան դաշտավայրի իրենց քաղաքներ իրենց կատարած, մի քանի դրվագել եկեք հիշենք, Արտաշատում խանութի տերը քաղաքացիական համարձակություն ունեցավ եւ թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին։ Իրականում շատ անհանգիստ եմ այդ մարդու համար, որովհետեւ արդեն լրատվամիջոցներով կարդացինք, որ ճնշում կա այդ մարդու վրա եւ տեսա Ռուբենը Մելիքյան գրել էր, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել տիրոջ այդ խանութի։ Ես հորդորում եմ նաեւ ընդդիմադիր տարբեր ուժերին, աչքերը եւ լրատվամիջոցներին, այո, աչքերը պահեք այդ մարդու վրա, այո, որտեղ մենք գիտենք ինչա այդ մարդկանց հետ հետագայում։ Այսինքն տեսեք, հենց իրանք փորձում են մի հատ բնականին մոտ տեսարան ստանան, որտեղ հասարակության մի շարք սուբյեկտներ կամ խմբեր պիտի ներկայացնեն, որտեղ բնական միայն այդ դեպքում հնարավոր, ինչ-որ մի հատ խնդրի բախվում են։ Որտեղ սա ինչի մասին է խոսում։ Արդեն նույնիսկ իրանց այդ պատարակները չեն կարողանում բեմել։ Այո, սա խոսում է այն մասին, որ իրանք հասարակական աջակցության նվազագույն բաղադրիչից են զրկվել։ Եվ ցանկացած մասով կա, իրանց համար դառնում է ռիսկային։ Եթե նույնիսկ պարզա չէ, միջև Փաշինյանի գնալ այնտեղ բանը անվտանգությունը ֆիլտ բանը մաքրել է տարածքը, աշխատել է հնարավորինս անցանկալի քաղաքացիների հերու պահել տարածքից, երևի սեփականատեր։ Հերու պահելը ո՞րն է, օրինակ ես դեպքեր գիտեմ, որ երբ որ ինչ որ ռեգիոն պիտի այցելի Նիկոլը, նախապես այն մարդիկ, որոնք վստահ գիտեն, որ ընդդիմադիր հայացքներ ունեն եւ ակտիվ են, իրանց այսպես ասած նավսյակի տանում են բաժամունքում փակում են մի քանի ժամով, միջև Նիկոլը գնա։ Ես տեսա վերջական Ադրբեջանում եմ տեսել։ Ուզում եմ ես ասեի, մեր հարևան պետությունում շատ հայտնի ավանդույթ է, դա։ Կամ կենտրոնական Ասիայի երկրներում, որտեղ ղեկավարների ուղեկցում այցելությունը ինչ-որ հեռու մարզեր կամ մոտիկ մարզեր ուղեկցվում էր այդպիսի բռնոցիններով, որ ուղղակի դիմադիր քաղաքացիներին առանց պատճառի փակում էին քաղաքացիներում։ Հիմա մենք հասել ենք այդ մակարդակին։ Իրականում շատ սարսափելի է տեսնել, որ այն ամեն ինչ որ ասած կարդում էիր, քմծիծաղ էիր տարեներ շարունակ Ադրբեջանում, ասում էր լավ թե մեր մոտ sense բաներ հնարավոր չի որ երբևէ լինի, ու երբ որ դա տեսնում ես քո աչքի առաջ որ կատարվում է քո պետությունում, ասում ես լավ ոնց հասանք։ Բայց գոնե մի բացառություն ունենք։ Մի քիչ էլ թեման փոխելով։ Օրինակ մեր մոտ պետության ղեկավարի կինը առաջին փոխվարչապետ չդարձավ։ Չգիտենք հələ։ Հա, դա չգիտենք իհարկե, բայց դեռ չգիտենք ինչ է լինի։